Արարատյան խոհանոցն է եթերում, հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Ուզում եմ իմ երախտիկս հայտնել ձեզ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք մի հետաքրքիր օր ենք անցկացնելու։ Այդ օրվա հետաքրքրությունը կապված է նրանով, որ այսօրվա իմ հյուրն է Տիրամայր արհեստի դպրոցի հասարակական սնունդ հոսքի ուսումնական հոսքի պատասխանատու ուսուցչուհի Գայանե Աղոյանը։ Ողջույն Գայանե։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ եմ շնորհակալ։ Ինչ պիտի պատրաստենք Գայանե ջան։ Այսօր պատրաստելու ենք լոր լցոնած սպանաղ խավարդով եւ մինչ այդ ամենն էլ կպատրաստենք աղցակ, քանի որ մեծ պահքի շրջան է։ Մենք Այսինքն եւ լոր պիտի պատրաստենք եւ աղցան պիտի պատրաստենք։ Պահքին յուրահատուկ, պահքի բնորոշ։ Այսինքն մենք մտածում ենք ոչ միայն նրանց մասին, ովքեր սիրում են համով ուտել, այլ մտածել ենք այս պահին նրա մասին, ովքեր անհամ են ուտում։ Անհամ չեն ուտում, համով են ուտում, բայց պահքի մեջ են։ Լավ, ինչու կարող եմ ես օգնել։ Ես ուզում եմ բաղադրությունը նշենք։ Նախ նշեմ, որ լորը լցոնելու ենք, սա նախապես ասեմ, որ ֆրանսիական ուտեստ է։ Լցոնելու ենք հավի կրծքամսով։ Հավի կրծքամիսը նախապես մենք բլենդերով հարել ենք, հարիճով խառնել ենք, խառնելու ենք գազար, նախապես փոքր-ինչ խաշված գազար։ Իսկ հարելու ընթացքում կրծքամիսը հենց համեմել ենք, թե հենց այդպես։ Հարելու ընթացքում համեմել ենք մի փոքր սխտորով, համեմել ենք սերուցքով եւ ծվի սպիտակուցով։ Եվ կատնասեր ենք ավելացրել։ Այո, գազար։ Մի փոքր հիմա կավելացնենք նաև կանաչի։ Ես արդեն պատրաստվում եմ կանաչին կտրատեմ։ Մեծ սիրով ձեզ կփոխանցեմ։ Գործերը։ Կանաչի եւ կանաչ սոխ։ Ճիշտ է, որ ձեռքերով նաև պիտի աշխատես, որ շոշափելիքիդ միջոցով դրական, այսպես լիցքեր փոխանցես ուտեստին։ Այո, դա ճիշտ է, դրա միջոցով դու կարող ես նաև քո հոգին ներդնել ուտելիքի մեջ։ Այո։ Մեր լցոնն արդեն պատրաստ է։ Այո։ Հիմա վերցնում ենք լորը։ Իդեպ ասեմ, նախապես լորի այս ողնաշարը հանել ենք ավելի հեշտացնելու համար այն ուտեստը, որը պիտի ուտի հաճախորդը կամ հյուրը։ Եթե կուզեք իմ հետ միաժամանակ կարող եք պատրաստել, եթե ոչ, ես մի հատ արդեն լցոնում եմ։ Ես ճիշտ ասած դեռ չեմ համարձակվում։ Ես հիմա սա լցոնում եմ։ Ինչ ես կարծում, ազգային խոհանոցի մասին ենք խոսում, շատ ենք դրա ջատագովը կամ մի քիչ, խոհանոցները ընդհանրապես այս ինտեգրացիա, որ ասում ենք, հնարավորություն ունեն, այսինքն խոհանոցները նույնպես ինտեգրացիային ենթարկվում են։ Այո։ Ենթարկվում են, չէ՞։ Այո, բնականաբար։ Որովհետև այն ամեն ինչ, որ ուրիշ խոհանոցներում կա, բնականաբար միշտ չէ, որ մեր մոտ կա։ Ու մենք հարմարեցնում ենք, տեղայնացնում ենք մեր տեղական ուտեստների հետ։ Տեղական մթերքներով, տեղական տեխնոլոգիան ենք մի փոքր ներդնում, չէ՞։ Այո։ Շատ լավ, հետաքրքիր։ Որպեսզի եփվելու ժամանակ չքանդվի լորը, միջի լցոնը դուրս չգա, մենք կապում ենք։ Հատուկ խոհարարական թելերի միջոցով։ Այո, կապում ենք։ Դեռ քիչ է, որ ողնաշարից զրկել ենք լորին, դեռ հիմա կապանքների մեջ կդնենք։ Այո։ Ուտեստը ես որքանով հասկացա, այսպես թեթև նաև ունենալու է խավարդ։ Այո, խավարդ եւ քանի որ հիմա բանջարեղենային սեզոնը եւ գարուն է, ու ավելի շատ տարածված է մեր հայերիս մեջ կանաչի, բանջարեղեն, վայրի ուտելի բույսեր։ Այո, այդ ամեն ինչը մենք հիմա կիրառում ենք։ Գայանե ջան, ոնց որ վերջացրեցիր արդեն։ Այո, վերջին եմ կապում։ Ես կարողացա օգնեմ, որտեվ այնքան նուրբ, այնքան լավ ընտրված ուտեստ է, որ չեմ ուզում եմ քո սրտով լինի։
Հիմա ինչ ենք անելու։ Հիմա մի փոքր տապակում ենք գազի վրա թավայի մեջ, հետո վերջնական եփվածությամբ բերում ենք ջեռոցում։ Շատ լավ։ Կեղևապատում ենք եւ ջեռոցում տեղափոխենք։ Ես ուզում եմ իմանալ այդ դասավանդման process-ն է, որ դասավանդում եք։ Այո։ Դուք բացատրում եք, որ այսպես պիտի արվի, այսպես պիտի, բայց նաև հաշվի եք առնում, որ այս կամ այն ռեստորանում, եթե պատվեր կա, այս ուտեստի նախապատրաստական շրջանը, չէ՞ նաև, այսինքն կիսաֆաբրիկատ վիճակը։ Ես սա լսնեմ, որպեսզի շատ չվարվի։ Դու եւ աշխատի եւ Ես հիմնականում աշխատում եմ ցիտապտղի ծետով։ Ցիտապտղի ծետ հիմա կօգտագործենք։ Տապակելու ենք ցիտապտղի ծետի մեջ, որպեսզի չվարվի։ Արդեն թավան տաք է։ Հենց այսպես էլ կարող ենք թելով տապակել։ Այո։ Ես կարծում եմ կարող ես տեղավորել երկուսն էլ։ Կարող ենք։ Այս պահը շատ կարևոր է։ Եվ կարևոր է ընթացքում մի քիչ կոնյակ։ Կոնյակ լցնենք, այո։ Հայերեն այս process-ը կոչվում է ահրույք, այսինքն հրահամ տապակած, հրի համն է։ Շատ սիրուն է հայերեն։ Հրահամ, այո։ Շատ լավ է։ Մեզ պետք չի, որ ինքը վերջնական երբվե է սա։ Տեղափոխում եմ ամանի մեջ։ Վերջ։ Երբ պիտի տեղադրենք ջեռոցում, ջեռոցում ինչքան պիտի լինի ջերմաստիճանը։ Ջեռոցում ջերմաստիճանը կարող է լինել 220-250 աստիճան։ Եվ մեզանից կպահանջվի քանի րոպե։ Մեզանից կպահանջվի մաքսիմում 20-30 րոպե։ 20-30 րոպե։ Ուրեմն հարգելի հեռուստադիտողներ, մեզ համար 20-30 րոպեն մեծ ժամանակ չէ այս հիանալի ուտեստը պատրաստ լինելու համար։ Կուղարկենք հիմա ջեռոց եւ 20 րոպե հետո այս ուտեստը իր ամբողջ շուկով կներկայանա մեզ։ Չնայած մինչ այդ մենք պիտի խավարտ պատրաստենք։ Այո։ Ջեռոցը մեզ արդեն հիշեցրեց, որ ինքը արդեն սկսեց աշխատել լորի վրա։ Ես մինչ թավան կտակասնեմ, եթե կարելի է դուք սոխ կտրատեք։ Կտրատենք սոխ։ Սոխը ինչ ձև պիտի կտրատենք։ Երկարությամբ, այդպես։ Մանր պետք չի, այո։ Այսպես։ Այո։ Եթե կարող եք այստեղ տեղափոխեք։ Շնորհակալություն։ Եվ ունենալու ենք տապակված սպանախ։ Այստեղ է, որ բարեկամներ եւ Գայանեն նշեց, հարկավոր է սպանախը շատ ճիշտ պատրաստել։ Շոկե հարելուց հետո մի քիչ պիտի տապակենք, այսինքն երասրած ջրի մեջ 1-2 րոպե, չէ՞։ Այո։ Եվ նոր կարող ենք տապակել, թե չէ այլ տարբերակով այնքան են խաշում, որ Նա մանավանդ հիմա, քանի որ մատղաշ սեզոնն է։ Այո։ Ավելացնում, որ ես այստեղ մի փոքր ավելացնում եմ սխտոր։ Սխտոր ինչով է դա? Սխտոր ցետով։ Եթե սխտորը կտրատված է, անպայման պետք է պատել ցետով, որպեսզի այն ավելի երկար մնա ու երբեք համայն հատկանիշները չի կորսնում։ Ոչ։ Սխտորը կտրատելուց հետո անպայման ձիթայուղ վրան, որ համայն հատկանիշները չկորսվի։ Բացի դրանից ավելի երկար կպահպանվի։ Ավելի երկար պահենք։ Ես ընդհանրապես ձեռքով աշխատել սիրում եմ ու ինձ թվում է շատ կարևոր է խոհարարի համար ձեռքով աշխատելը։ Շոշափելիքի օրգանները պիտի միշտ մասնակցեն մեր աշխատանքին, որովհետև մենք այն շոշափելիքի օրգաններով է, որ նախ զգում ենք մթերքը եւ մթերքը մեզանից ստանում է դրական էներգիա։ Այո, մի փոքր համեմում ենք,
Ընդհանրապես ասեմ, ես աղ շատ չեմ օգտագործում խանոցում, ճիշտ է, որ տեղին լինի համը ճիշտ զգալու համար, բայց ընդհանրապես աղը շատ կիրառել պետք չի։ Ես առողջ ապրելակերպի կողմնակիցն եմ։ Որքանով որ կարող ենք պարզեցնել մթերքների համերը եւ մեր մի փոքր պղպեղ։ Այո, այդ զգայարանները զգան ամեն մթերքի յուրահատուկ համերը։ Շատ եփել պետք չի, որովհետեւ գույնը չկորցնի։ Այո, ապրես դու։ Մի քիչ էլ աղ կցանեմ, որովհետեւ շուտ տվեցի, բայց աղը չցանեցի։ Վերջ։ Աղը վերցնեմ, որ չավելացնես։ Վերջ։ Պատրաստել նաև խավարտը, այո։ Եվս մի քիչ եւ ուտեստը ամբողջությամբ կներկայանամ ես։ Այո, եւս մի քիչ եւ ուտեստը կներկայանամ։ Ընկեր Գայանե, ինչպես ասում են քո աշակերտները, արդեն տեսնում եմ, որ ամեն ինչ պատրաստ է։ Կարող ենք արդեն մատուցել։ Այո, կարող ենք արդեն մատուցել։ Ընթացքում, երբ որ մենք արդեն դրեցինք ջեռոց եւ դրեցինք ջեռոց լորը, պատրաստեցինք սպանաղը, ընթացքում մենք սոուս պատրաստեցինք, սոխարած արեցինք, սոխարած, սխտորով եւ կատնասեր։ Այո, շատ լավ, Հիմա շատ լավ։ այս ամենը մենք դասավորենք արդեն ափսեի մեջ։ Այո։ Ինձ կփոխանցեք այդ կլորովակը։ Այո, խնդրեմ։ Խոհարարական հատուկ շրջանակներ։ Այո։ Ինձ համար շատ կարևոր է, երբ ափսեն սիրուն է ձևավորված։ Այո։ Ճաշակով քիչ, տեսքով, այնքան գեղեցիկ չլինի, որ մարդիկ չուզենան մոտենալ։ Սիրահարվեն էլ չվախենան ճաշակեն։ Գեղեցիկ լինի, գունավոր։ Այո, տեսական օրեն իհարկե տեսողական օրգանները շատ անմիջական մասնակցություն ունեն։ Մեր լցոնած լորը։ Այստեղից ես ընտրում ես ամենալավերը։ Այո։ Այս սիրուն Այստեղ էլ կա կարմրածը, այսպես ջոկողություն։ սոուսը։ Ամբողջությամբ միսը չեմ պատում։ Այո։ Մի մասը։ Ճաշակողը կուզենա, խառնի, չի ուզենա, չի խառնի։ Որպեսզի ափսեն շատ միապաղաղ չերևա, մի հատ լոլիկ ձևավորում եմ։ Փոքր թանակով։ Ահա, շատ ճաշակով, շատ նուրբ։ Եվ մի փոքր կանաչը, այսպես։ Ահա, շատ Մեր լավ։ ուտեստը պատրաստ է։ Ապրես դու Գայանե, ես ուզում եմ դու, եթե ունես ցանկություն մեր հեռուստատողներին հղելու համար, կարող ես ազատ ի ցանկություն ունես։ Ցանկանում եմ, որ մեր հեռուստադիտողը ոչ միայն սիրի համով ուտել, այլ նաև սիրի համով պատրաստել, որին էլ մենք աջակցում ենք մեր խորհուրդներով ու մաղթում բարեխոժակ։ Շատ շնորհակալություն, հարգելի հեռուստատիտողներ, ինձ մնում է եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել եւ Գայանեին եւ Տիրամար արհեստի դպրոցի տնօրինությանը, հատկապես բարեկամներ, ուզում եմ այստեղ նշել Քույր Արուսյակին, ում ջանքերով է, որ այս ամբողջը կառուցվել է։ Շնորհակալություն։ Եվ այսպես բարեկամներ, թող յուրաքանչյուր հանդիպում ունենա լավ արդյունք, այդ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք ել ավելի հայեցի, դառնանք առողջ եւ միաբան, բարեկամներ հպարտանանք հայ լինելու համար եւ ամեն ինչ լավ է լինելու, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Լցոնած լոր, լոր 5 հատ, հավի կրծքամիս 500 գրամ, գազար 200 գրամ, կատնասեր 50 գրամ, կանաչի, կանաչ սող, աղ, պղպեղ, խավարտը, սպանաղ 500 գրամ, գլուխ սող 1 հատ, սխտոր 1 բջեղ, բարեխորշակ։